Մենք դուրս չենք եկել Դերսիմից, այսօր ես հասկացա, որ ինչքան կարևոր է, երբ որ ներսի մարդ կա, այսինքն տեղացի, որը կարող է քեզ տեղեկություն տալ տարածքի, տարածքում եղած դեպքերի, հայերի, հայկական հուշարձաններին, տեղի, վայրի և իրադարձությունների մասին։ Եվ ես շատ ուրախ եմ, որ Միքայել Ասլանը առաջարկեց, որ մենք այցելենք մի տեղ, որտեղ կարծում եմ իր ասելով, որ Հայաստանից ոչ մեկը դեռ չի այցելել։ Դերսիմում գտնվող մեր բարեկամները և դրսից եկածները այնպիսի մեծ սիրով են շրջապատել մեզ, որ կարծում եմ մեր բոլոր այցելությունները այս 2 օրվա ընթացքում Դերսիմում և Դերսիմից դուրս կանցնի շատ բովանդակալից, շատ հետաքրքիր և մանավանդ իրենք հասկացել են, որ մենք մեր այցելությունները բոլորը կատարում ենք ոչ թե հյուրի կարգավիճակով, այլ տիրոջ նման և մեր պահելաձևով, վարվելաձևով, հարաբերվելով մենք երբեք այս տարածքում մեզ օտար չենք զգում և կարծում եմ մյուս հաղորդումների ժամանակ էլ դուք կզգաք, որ այն կոնցեպտուալ ծրագիրը, որ ես առաջարկում եմ, տեսարժան վայր ուխտագնացության որևէ օբյեկտ այցելելուց հետո մենք բոլորը կավարտենք ուրախ լադով, այսինքն եթե ուխտագնացություն է, ապա եկեղեցական ծեսերից կամ արարողություններից, մոմավառությունից հետո մենք կունենանք երգ, պար, հնարավորության դեպքում նաև գրավիրենք բոլոր այլ ազգիներին և մեր տոնախմբությունը կդառնա մարդաշատ և շատ հետաքրքիր։ Գնում ենք Խոզատ, որը Դերսիմից մոտ 130 կիլոմետր հեռու է գտնվում, որտեղ ըստ Միքայելի Լևանտի տեղեկության հայկական եկեղեցու ավերակներ կան։ Խոզատը գտնվում է Սիմ լեռան դեպի արևմուտք երկարող լեռնապարի ստորոտին։ Վերջին տասնամյակներում թուրք կառավարությունը Դերսիմի պատմական դիմագիծը փոխելու և այն թրքացնելու նպատակով փոխել է շրջանի դարերի ընթացքում ընդհուպ մինչև 1915 թվականի մեծ եղեռն է պահպանված գյուղերի հայերեն անունները։ Ավելի լավ, քան Գրիգոր Հալաջյանը, ոչ ոք չէր կարող ներկայացնել Դերսիմի աշխարհագրությունը։ Պահելով գյուղերի հին անունները, միաժամանակ ճանաչել եմ օգտվել լեռնագրության, ջրագրության և այլ այնպիսի տվյալներից, որոնք փոփոխման ենթակա չեն։ Անվանումները կարելի է փոխել, բայց բոլոր գետերի ընթացքը հնարավոր չէ, առավել ևս անհնարին է տեղաշարժել լեռները։ Այդ իսկ նկատառումով կողմնորոշող հիմնական նշանակ եմ ընտրել Արածանի, Եփրատի ու մյուս գետերի հոսանքները և մեծ ու փոքր լեռնաշղթաները։ Եվ պատահական չէր, որ Դերսիմում ընթացող գիտաժողովի ժամանակ, բացի լեզվի և մշակույթի հարցերից, քննարկվեց նաև պատմական անունների վերականգնման խնդիրը։ Ճամփա ընկանք։ Երկար ժամանակ չէինք նկարահանում, որտեղ ամբողջ լեռնային ճանապարհները հսկվում էին զինվորականության կողմից։ Զգուշության համար թաքցնում էինք տեսախցիկը։ Ամբողջ ճանապարհին Միքայելը պատմում էր այն, ինչ լսել էր իր ավագներից, ինչը հայտնի էր բոլորին վերջին 100 տարվա ընթացքում, բայց այդ մասին լռում էին։ Ինչու՞։ Մենք գիտենք։ Հեռուստադիտողին խնայելու պատճառով կպատմեմ դրանցից մեկը։ Խոզաթի Էրգին գյուղի ճանապարհը, որտեղ գտնվում էր հայկական եկեղեցին, անցնում էր անդնդախոր ձորի ձախ ափով, որից երևում էր դիմացի զառիթափը։ Այդտեղից 1915-16 թվականներին թուրքերը տեղի հայ բնակիչներին պարաներով կապելով ցած են նետել, գուցե փամփուշտ խնայելու կամ շրջակա գյուղերի այլ ազգերի վրա վախի մթնոլորտ տարածելու նպատակով։ Պատմել են նաև, որ ամեն կապված հայ զոհ իր հետ քաշ է տվել մի ասկարի։ Փրկվել է 8 տարեկան մի տղա,
որին Միքայելի Զազաքերին պահել ու խնամել է մինչև 15 տարեկան դառնալը, որից հետո ուղարկել Ստամբուլ։ Ուխտավորներից տրամադրությունը փոխվեց։ Ձորի ափից Միքայելը ցույց է տալիս այն հայկական գյուղերի տեղերը, որոնք դատարկվել էին 1915 թվականի մեծ եղեռնից, երկրորդ անգամ տարածքը դատարկվել էր 1937-38 թվերի Զազա ալևինների ցեղասպանությունից հետո։ Հասանք Հերգին։ Գյուղի կենտրոնում կանգնած էր իր վեհությունը չկորցրած եկեղեցու ավերակ պատերը, ծածկված փշերով ու թփերով, անտեր ու մենակ, առանց հովի ու հոտի։ Կամաց հավաքվեցին գյուղի բնակիչները։ Միքայելը ներկայացրեց մեզ եւ ասաց հայերն են եկել իրենց եկեղեցին տեսնելու։ Մի տեղացի ասաց. «Միթե սա բուզանդական կառույց չէ»։ Չպատասխանեցինք։ Կիսաքանդ եկեղեցու մեջտեղում մի բետոնապատ գերեզման կար, որի վրա խաչ էր պատկերած եւ գրված էր 1969 թիվ։ Մի կին պատմեց, որ Շիրիմը Ստամբուլից բերված նախկին տեղաբնակներից մեկի զավակինն է։ Զարմանալի ազգ ենք։ Մենք գլխի ընկանք, որ հայրը ամենայն հավանականությամբ թաքցնելով իր հայր լինելը, ասել է, որ եկեղեցին բուզանդական ծագում ունի, քանի որ հայկական եկեղեցիները եւ գերեզմանատները իբրև հայերի ոսկու եւ թանկարժեք իրերի թաքստոց ավերվում եւ թալանվում են մինչեւ այսօր։ Հետագայում այցելելով հայկական պատմական գյուղերը, Կոնս, Բերդրի, Արջե, Շարեն եւ զլուցելով եկորների հետ մենք զգացինք նրանց ոսկի փնտրելու տենդագին մոլուցքը, որը տեղի ունենում պատմական Հայաստանի ամբողջ տարածքներում։ Գործիքներ խնդրեցինք եկեղեցու պատերն ու հատակը մաքրելու համար։ Բաջին ցույց տվեց նաև դիմացի լանջը, որտեղ մեծ վանք է եղել իր վանահորով եւ վանականներով։ Ու շրջապատի բոլոր հողերը եղել է վանկապատկան տարածք։ Տեղաբնակներից մեկը, որ այժմ ապրում է Գերմանիայում, լավ ծանոթ էր ցեղասպանության պատմության եվրոպական տեղեկատվությանը եւ երկար ժամանակ պատմում էր, որ հայերն ու Զազա ալևինները հազարամյակներ շարունակ միասին ապրել են այս լեռնաշխարհում, երբեք խնդիրներ չեն ունեցել։
Ասածը հաստատում է նաև նշանավոր բանահավաք Գրիգոր Հալաջյանը իր Դերսիմի ժողովուրդների բանահյուսական աշխատանքներում։ Տեղաբնակները թեյ հրավիրեցին իրենց տները, որոնց պատերը կառուցված էին այդ եկեղեցու զարդանաշ քարերով։ Մեր զարմանքը տեսնելուց արդարացան, որ դրանք օգտագործել են միայն եկեղեցին երկրաշարժից ավերելուց հետո։ Միգուցե։ Ծանր տրամադրությամբ Տիրոջ կամքով շարունակում մեր ուխտագնացությունը։ Աղոթք, մոմավառություն, երգեցողություն։
Պատրաստի Միքայելը դարձավ մեր ուխտագնացության առաջնորդ։ Զազայերեն նրա ելույթը սկսվեց Դերսիմի փառատոնի փայլուն հաջողությունից եւ շարունակվեց հայ ժողովրդի պատմության ծանր դեպքերի մեկնաբանությամբ, Հայաստան կատարած այցելությանը եւ մեծ ծրագրերի շարունակության նպատակներ։ Ama smak Amerika hatırı huvazeni zaf sabi yani smak millet verdi esas uca yakeri şeklini belgesel keni uca yakeri İstanbul'un bancı külü Ema daha zedik işte de Mot մեկ դար հետո եկեղեցու կանգուն պատերի տակ կրկին հնչեցին դողորն ու զուռնա
Տպավորությունը անբացատրելի էր։ Տեղաբնակները նույնպես մտան շուրջ բարի։ Եկեղեցուց հեռանալով մնաս բարով ասելուց հետո գյուղացիներից մեկը երդվեց, որ իր ընտանիքի անդամները այն միշտ մաքուր կպահեն։ Ինչից։ Հեռանում ենք ցավով, բայց մի քիչ թեթևացած։ Աստված, համբերություն ու հույս տուր մեզ։